Իրակլի Կոբախիձեն արձագանքել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից Վրաստանի վերաբերյալ ընդունված քննադատական բանաձևին։ Վարչապետի գնահատմամբ փաստաթուղթը ցածր որակի է եւ վնասում է կազմակերպության հեղինակությանը։ Կոբախիձեի խոսքով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը կշարունակվի, սակայն դրա որակը կախված կլինի հենց վեհաժողովի հետագա գործունեությունից։ Ինչպես Եվրամիության մյուս կառույցների դեպքում, այնպես էլ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական վրեժխնդրության գործիքի վերածումը Կոբախիձեն կապում է Եվրոպայում գործող այսպես կոչված Deep State-ի հետ։ Նա համոզված է, որ Վրաստանին պատժելու ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի իշխանությունները հրաժարվել են ենթարկվել արտաքին ճնշումներին։ Բանաձևի բովանդակությունը կիսում է ընդդիմությունը, որտեղ հայտարարում են, որ այս փաստաթուղթը վրացական երազանքի վարած քաղաքականության արդյունքն է։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը Հաագայի փաստաթուղթն ընդունել է անցյալ շաբաթ։ Վրաստանի падգամավորները տեղում քննադատել են այն եւ ի նշան բողոքի մինչեւ քվեարկության ընթացակարգը լքել նիստերի դահլիճը։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասի Վրաստանի վերաբերյալ հայտարարությունները Թբիլիսիում տարբեր գնահատականների են արժանացել։ Իշխող թիմը քննադատում է Կալասի հայտարարությունը եւ նշում, որ Վրաստանը կշարունակի վարել պետության շահերին ուղղված քաղաքականություն։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում վրացական երազանքի հետ համագործակցությունը Սևծովյան անվտանգության քաղաքականության շրջանակներում, Կայա Կալասն ասել է, որ Եվրամիությունը չի ցանկանում աջակցել Վրաստանի կառավարությանը, այլ նպատակ ունի աջակցել վրաց ժողովրդին։ Կալասի խոսքով Եվրամիությունը Վրաստանի հարցում որոշակի դժվարություններ ունի, քանի որ ներկայումս կառավարության հետ հարաբերությունները գործնականում բացակայում են։ Այդ պատճառով Եվրամիությունում քննարկում են, թե ինչպես աջակցել վրաց ժողովրդին այնպես, որ նրանք չկորցնեն եվրոպական հեռանկարի նկատմամբ ունեցած հույսը։ ԱՄՆ-ն իրականացրել է հարվածների նոր ալիք։ Կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն գիշերվա ընթացքում հարվածների թիրախ են դարձել Իրանի 5 քաղաքներում գտնվող օբյեկտներ, այդ թվում առափնյա պաշտպանության համակարգեր եւ հրթիռային օբյեկտներ։ Գերատեսչությունում նաեւ նշում են, որ այս հարվածներից հետո Իրանի առևտրային նավերի վրա հարձակումներ իրականացնելու հնարավորություններն էլ ավելի կնվազեն։ Միաժամանակ Իրանում հայտարարում են, որ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։ Իրանի բանակի հայտարարության համաձայն հարվածներն ուղղված էին կապի համակարգերին, վառելիքի պահեստային բաքերին եւ զինամթերքի պահեստներին, ինչը նրանց խոսքով պատասխան էր ԱՄՆ-ի կրկնվող ագրեսիային։ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությանը արձագանքել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա սոցիալական ցանցում գրել է, որ նա, ով ապահովում է նեղուցում առևտրային նավերի անվտանգ նավարկությունը, դրա դիմաց պետք է փոխհատուցում ստանա։ Սակայն նրա խոսքով նեղուցի իրական պահապանը պատմականորեն եղել է Իրանը։ 20%-ը իհարկե չափազանց շատ է, մենք արդար կլինենք, նշել է Արաղչին։ Ֆրանսիան Ուկրաինային տրամադրել է ֆրանսիական արտադրության թևավոր հրթիռների, կառավարող ավիառումբերի եւ զենիթային հակահրթիռների արտադրության լիցենզիա։ Այդ մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայի հարևան երկրներում կանցկացվեն ռազմական զորավարժություններ։ Մակրոնի խոսքով այդ գործընթացը կընթանա ջրում, ցամաքում եւ օդում։ Նույն մամուլի ասուլիսի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը հաստատել է, որ Միացյալ Թագավորությունը կմիանա Ուկրաինայի համար նախատեսված Եվրամիության 90 միլիարդ եվրոյի օգնության վարկային ծրագրին։ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդում Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու փորձը կրկին ձախողվել է։ Այդ մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Նրա խոսքով Կայա Կալասի ներկայացրած առաջարկը կոնսենսուսի չի արժանացել եւ նույնիսկ ձայների մեծամասնություն չի հավաքել։ Նա նաեւ նշել է, որ Իսրայելի եւ Եվրոպայի հարաբերությունները պետք է հիմնված լինեն երկխոսության եւ արդարության վրա, իսկ նման հնարքները դիվանագետի գնահատմամբ չեն նպաստում ընդհանուր շահերի իրականացմանը։